Համապարփակ եւ երկարաժամկետ լուծումներ տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար։ Ոլորտի աջակցության գործող կարգավորումները 2024 թվականի դեկտեմբերի 31-ով ավարտվել են։ Այժմ կառավարությունն հանդես է գալիս նոր լուծումներով։ Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երկու հիմնական գործիք։ Ընդհանրական գործիք, առաջին աջակցության ծրագրերն են։ Այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022 թվականի մարտի 1-ից յուրաքանչյուրի մասով աջակցություն կստանան եկամտահարկի 60%-ի չափով։ Կրթական ծրագրերի միջոցով մասնագիտական վերապատրաստում անցած աշխատակիցների դեպքում էլ ընկերությունները կստանան աջակցություն 50% եկամտահարկի ետվերադարձի տեսքով։ Այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում։ Նոր օրենքում նաև թիրախների հստակ ձևակերպումներ կան։ Եթե նախկինում աջակցման ծրագրերը միայն ՏՏ ոլորտին էին վերաբերում, ապա այժմ հստակեցված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն հասկացությունը։ Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների և ծայրամասային սարքվածների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն։ Զգալիորեն կնվազի ոլորտում աշխատող ընկերությունների հարկային բեռը։ Շրջանառության հարկի 1% դրույքաչափ 5%-ի փոխարեն։ Սա խոսքը վերաբերվում է կոնկրետ ոլորտների, ձեր նշած ոլորտների շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունների։ Այո։ Այսինքն մենք իրենց հարկային բեռը նվազեցնում ենք 5%-ից դարձնում 1%, բայց սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող։ Այո։ R&D ներգրաված անձնակազմի եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանում ենք 10%։ Այս օրենքն ուղիղ ֆինանսավորում է գիտությանը, կրթությանն ու առողջապահությանն, ասում է Փաշինյանը, միայն թե իրազեկման խնդիր կա։ Մեր խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ մենք շահառուին չենք կարողանում տեղ հասնել, որ այս բանը, այս որոշումը իր մասին է, այդ որոշումը գալիս է 7 տարի կանցնի, մեկ էլ ընկերություններ կասեն ոնց մենք էլ կարայինք այդ բանից օգտվեինք եւ կասենք այո, կասեն բայց չենք օգտվել։ Հիմա պետքա խոսալ անընդհատ, պետքա խոսալ պարզ, պետքա խոսալ հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել։ Խաչատուր Կեչարեցու փողոցի 1 հասցեում գտնվող 3680 քառակուսի մակերեսով շենքշինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած 2.9 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին։ Վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Միաժամանակ ընդունելով Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը։ Նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկով, համաձայն որի նախատեսվում է մինչև 29 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում, կստանան ուսման վարձի համաֆինանսավորում։ Նախագիծը Ժաննա Անդրեասյանն է ներկայացնում։ Պետք է ասեմ, որ ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը։ Այսինքն առևտրային կազմակերպությունը, որը ի դեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով, մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Որպես նախապայման դիտարկվում է աշխատակցի ուսման ավարտից հետո առնվազն 3 տարվա պարտադիր աշխատանքը տվյալ կազմակերպությունում։ Նախատեսված են նաև համապատասխան գործընթացները մեր պատկերացրած ուղղությամբ չգնալու դեպքում որոշակի ֆինանսական հետևանքներ գործատուի համար։ Եվ կարծում ենք, որ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի մենք մի շարք առանցքային ոլորտներում համալրենք որակյալ կադրերով եւ որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական եւ արդյունաբերական գործընթացներում, դրանք ավելի արդյունավետ ու արտադրողականության տեսանկյունից բարենպաստ դարձնելով։ Նիկոլ Փաշինյանը բարկանում է արտերկրում կրթության ֆինանսավորման նախկին ծրագրերն իրենց չեն արդարացրել, քանի որ մեծամասամբ կրթվելուց հետո
չեն վերադառնում ուսանողները։ Ստացվում է արտագաղթ են ապահովել։ Այժմ հորդորում է առավել աչալուրջ լինել, որպեսզի պետության հանդեպ պարտավորությունները կատարեն։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։